Հարկ մի բացահայտում եմ ուզում անել, չնայած դա բացահայտված է, բայց կա տարր, որոնց համար դա դեռ չեն պատկերացնում, էլի։ Այն է, որ Հայաստանը երբեք չի եղել եւ չի Ռուսաստանի դաշնակից։ Մենք Ռուսաստանի դաշնակից չենք եղել երբեք եւ չենք։ Եթե անգամ այս նոր անկախության շրջանում, ասենք Հայաստանը մակում գրանցված որպես պետություն Ռուսաստանի հետ տասնյակ պայմանագրեր ունի կնքած, թղթի վրա ռազմական, անվտանգային, չգիտեմ, տնտեսական, մշակութային կապի, տրանսպորտի, հասկանում եք, գիտության, դե ԵԱՏՄ անդամ ենք, ՀԱՊԿ անդամ ենք, չէ՞։ Այդ թուղթը զրո է։ Հանրայդ ասույթ կա, չէ՞, ռուսների հետ կնքած պայմանագրի, ասում է Ռուսաստանի հետ կնքած պայմանագիրը ավելին չարժե, քան այն թուղթը, որի վրա որ կազմվել է այդ պայմանագիրը։ Այդ թուղթը եթե 2 դրամ է կամ 2 կոպեկ է, այդ թղթի արժեքն է միայն։ Ուզում է Պուտինը կնինք դրած լինի, ստորագրած լինի, ուզում է իրենց պետդուման դրած լինի, միևնույն է, եթե այդ թուղթը պետք է խախտեն, ասենք ինչպես նոյեմբերի փաստաթղթը ոնց Պուտինը գրեց, իրենք էլ խախտեցին։ Արցախ չկա, հայ չկա։ Հասկանում եք։ Սա խոսում է գիտեք ինչի մասին, որ ռուսները միշտ Հայաստանը այս վերջի 300 տարին, երբ որ իրենց անիծյալ ոտքը մտավ մեր հողը, իրենք Հայաստանը համարում են իրենց սեփականությունը։ Պուտինն ասում է, չէ՞, մեր պապական բանը, կայսրության տարածքները։ Տղա, մեր պաբերը, որ հազարամյակներով պատմություն էին կերտում, քո պաբերը հələ ձվաբջիջել չէին։ Հասկանում եք, այդ մարդիկ մեզ համարում են իրենց սեփականությունը։ Իսկ սեփականության հետ պայմանագիր չեն կնքում։ Դա նույնն է, որ ինքը իր հետ պայմանագիր կնքի։ Եվ ասեմ ավելին, մենք ոչ թե իրենց սեփականությունն ենք որպես օրգանիզմի մաս, հասկանում եք, ասենք օրգանիզմի իմ մատը, իմ օրգանիզմի մի մասն է, չէ՞։ Գլուխս էլ օրգանիզմի մաս։ Տարբեր արժեքներ են, չէ՞, գլուխը ամենակարևորն է։ Հիմա եթե ասեղը մտցնեմ այս մատից մեջ, ես ցավ կզգամ։ Ասեղը մտցնեմ գլխիս մեջ, էլի ցավ կզգամ։ Այսինքն ասել է թե սա էլ է օրգանիզմ, իմ օրգանիզմի մաս է մատս։ Մենք որպես Ռուսաստանի սեփականություն, ռուսական օրգանիզմի մաս չենք։ Ռուսները մեր համար ցավ չեն զգում։ Ռուսները մեզ որպես գործիք են օգտագործում, որով կարող են առևտուր անել, փոխանակել, նվիրել, կիսել, հասկանում եք։ Նրանք չեն հասկանում, որ այդտեղ մարդիկ են ապրում, օրինակ Արցախում։ Ինչ արեցին։ Եկան Արցախ, հայաթափեցին, զինաթափեցին ժողովրդին, որ ռուսը Արցախում չէր, թուրքի հերն անձեր, նա չէր կարող Արցախ մտնել։ Եկան շրջափակեցին, զինաթափեցին, դռները բացին, ասին եկեք թուրքերին։ Հասկանում եք։ Եթե ռուսը հասկանա մեր վիշտը, մարդիկ գերեզման են թողել եկել, հասկանում եք, տուն ու տեղ են թողել։ Ռուսին դա չի հետաքրքրում։ Հայ մարդու վիշտը, զգացումը, ապրումը դրանց չի հետաքրքրում։ Դրանց իրենց շահերն է հետաքրքրում։ Եթե պետք է որ Հայաստանը այսպես կիսել այս մասից, ու այս կեսը տալ պարսիկին կամ տալ թուրքին, կիսումը տալիս են։ Չեն ասում, այնտեղ կարող է ընտանիքի մի երկու անդամ մնացել են սահմանից են կողմ։ Իրանց ընդհանրապես չի հետաքրքրում։ Իրենք այդ կարգի տմարդ են։ Այդ կարգի։ Ու այս ամբողջ ֆոնի վրա հանկարծ Արման Բաբաջանյանը, ով Եվրոսազանդար է համարվում, Նիկոլի սազանդարներից է, բայց արևմտամետ է էլի իբր ձևանում։ Հանկարծ որոշել է, ասենք, լավ բան է անում միջայլոց, բայց դա պայմանավորված է, ասեմ ինչու, ասենք այդ Պուտինի արյունոտ, Վարդասպան, չգիտեմ, Գազան եւ Արտակերտ, չէ, նկարները արյունոտ, պաստառները կապում է, ցույց են տալիս, որ իրենք հակառուս են։ Բայց հարց է առաջանում, էլի։ Դու Խորհրդային Հայաստանի սահմաններին կողմնակից ես, որը ռուսական պրոյեկտ է։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթին կողմնակից ես,
որը նորից ռուսական Պուտինի գրածն է։ Նույն բանն է, էլի։ Ո՞նց ես կոչում բան հակառուս էլի։ Բևերը երբ որ Ռուսաստանի դեսպանատան առաջի շոր բաներ կազմակերպում, գալիս էին հավաքում էին, խանգարում էին։ Տասնյակ հարյուր մարդկանց վրա վարչական տուգանքներ են գրել։ Հիմա ինձ հարցնում են, ասում են, բա ձերոնք այս անգամ ինչի Լավրովի այցի հետ կապված ակցիաներ չեն անում։ Շորտ Ծիծեռնակաբերդի համալիրում մարդիկ Նիկոլ Ցեղասպան վանկարկելու համար վարչական տուգանքի ենթարկվեցին։ Անկամ այդ մարդը կադրերում չկա, չեն կարողանում հիմնավորել, որ ինքը ասել է այդ նախադասությունը, չնայած շատ տեղին կլներ, որ ասած լիներ, բայց կապ չունի, հիմքը տեսանյութն է իբր դեղ տեսանյութում ինքն ասում է, բայց ինքը չկա այդ տեսանյութում, շատ մարդ կա, այդ մարդը չկա կոնկրետ։ Բայց դադեցին այդ 500,000-ի կարգի կարծեմ վարչական տուգանք դրեցին։ Հիմա եթե մենք մի հատ այդպիսի երևացող բան ենք անում, հարյուրներով հավաքում տանում են վարչական տուգանք են տալի։ Այդ գումարը չես կարող այս ռեժիմի ձեռից բրցնել, հասկանում եք։ Դրա համար այս անգամ որոշակի պասիվություն ենք ցուցաբերել։ Բայց մեր գործը մենք, եթե փողոցում չենք անում մեկ այլ տեղ ավելի ինտենսիվ արվում է։ Լավրովը գիտեք ինչ է գալի։ Նիկոլը որ գնացել էր մայիսի 9-ին, արդեն դեռ պայմանավորվել են, թե այս անգամ Սյունիքը ոնց պետք է, ինչ պետք է արվի։ Այդ մարդիկ ուզում են Սյունիքում հյուպատոսարան բացեն, չեն կարողանում։ Պարսիկը բացել է, իրենք չեն կարողանում։ Հիմա գալիս են դե Սյունիքը պետք է վերջի ուզում են թուրքերը, չէ՞։ Ասում են, հենց արա որ գանք Ադրբեջան, Թուրքիա, խնդիր չունենան ցամաքով գնան։ Պուտինի վզին դրել են թուրքերը արդեն։ Արդեն Պուտինի վզին թուրքերն են դնում։ Հիմա Նիկոլը գնացել է արդեն այնտեղ իրեն ինստրուկտաժ արել են մայիսի 9-ին։ Հիմա Լավրովը գալիս է, տեսնի Նիկոլը ստեղ ինչ աշխատանք է կատարել, այն հանձնարարությունը, որ ստացել է խորհրդարանում։ Դե Քոչարյանները բնականաբար կողմ են երկու ձեռով էլ, Քոչարյանը դա Պուտինի պահած բալեն է։ Եթե հոկտեմբերի 27 չլիներ, Քոչարյանի կարերան մինչև 2000 թիվ չէր ձգվելու։ Ինքը կարող է գնալ իր զապոն քշել։ Դրա համար այդ մարդը շնորհակալ է Պուտինին, մինչև հիմա ինչ անի մեր գլխին, ինքը ասում է Պուտինը կա Պուտինն է, չկա Պուտինն է։ Ուղղակի այս Արման Բաբաջանյաններն էլ են նույն կերպ անում, բայց Պուտինին հայհոյելով են անում։ Նա Պուտինին երկրպագելով է անում Քոչարյանը, բայց նրանք հայհոյելով են անում։ Ու սրանք քանի որ իրավունք են ստացել դա իրենց ձևացնելու որպես արևմտամետ, բայց պուտինական են, որտեղ կողմ են խորհրդային Հայաստանի սահմաններին, նոյեմբերի 9-ի փաստաթղթին։ Դրա համար սրանց թույլատրված է, որ իրենք ակցիաներ անեն ու ոստիկանը չխանգարի, ազգային անվտանգությունը չխանգարի։ Հիմա սա գալիս է այստեղ տեսնի տնային աշխատանքը կատարվել է, խորհրդարանը կարողանա այդպիսի մի բան կազմակերպել, որ այդ ճանապարհը տան, այսինքն Սյունիքը կդրտեն տան թուրքերին, որովհետև մի երկորից էլ Թուրքիայի արտգործնախարարը գնում է կրել արդեն առուտուրը այս հերթական փուլը առուցախը պետք է կազմակերպեն, չէ՞։ Այս որ Նիկոլին հիմա մենք sense քննադատել ենք, սարքել ենք կուրկուրի ձակ, չէ՞, թուրքերն էլ այնտեղ ստորացրին այդ ապուշին, Քոչարյանին սրանք ակտիվացրել են Կրեմլից, որ Նիկոլին բան չպատահի։ Նիկոլին արժովելու միակ ցևը Քոչարյանին ակտիվացնելն է։ Ձեռը հետ էլ այդ եվրոսազանդարներին sense խաղացնում են, որ Աստված մի արած է, իրենց համար Աստված մի արած է, որ հանգարց մի բան շուր կա, գոնե դրանց վրա մի բան հենվել, բայց հասկանալի է։ Ուրեմն սիրելի հայրենակից, պայմանավորենք sense որ Ռուսաստանը մեզ համար երբեք դաշնակից չի եղել, չի էլ կարող լինել։ Ասեցի պատճառը որն է։ Դրա համար, որովհետեւ մենք Ռուսաստանի սեփականություն չդառնանք եւ Ռուսաստանի այդ բոլոր թշնամիներին Աստված տվել չի խնել, աշխարհի կեսից ավելը ռուսի թշնամին է։ Դրանք ավտոմատ դառնան մեր թշնամիները։ Իսկ իրական մեր թշնամիները, ասենք թուրքերն ու ազերիները, ռուսի դաշնակիցներն են։ Համի սրանք մեզ պարտադրում են ասում, որ նրանք նաև ձեր դաշնակիցներն են։ Այս թուրքը ցեղասպան չի, թշնամի չի, հակառակորդ է։ Հասկանում եք, չէ՞։ Սազանդարներին հարցրեք, որովհետեւ մենք կարողանանք մեր թշնամուն ճանաչել եւ դեմը կռվել, մենք պետք է ինքնուրույն լինենք։ Ոչ թե ռուսի, ասում են, այս քո թշնամին է զբաղվի։ Անգլիացիները մեզ համար այնքան բան են արել, այնքան բան, ռուսները ոչ բան չեն արել։ Եթե համեմատության մեջ տնենք, ռուսները թշնամի են, անգլիան բարեկամ, իրական համեմատության մեջ։ Բայց ռուսները կարողացել են անգլիացիներին սարքել անգլոսաքսերը, մինչև մի հայերի մեջ կա։ Մեր թշնամիներն են, բայց ղարցնել են դրանք ազատագրել, մեր զորքն էլ դրանց զենքով զինված, վարչապետի տղաներն էլ մեր կողմից կռվում, այդ մասին լռություն։
ճանաչեք իրական թշնամուն։ Մենակ խաղաղությամբ։